Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին կիրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մեր այս ամփոփիչ թողարկման ընթացքում մենք քննարկեցինք այն միջազգային իրավիճակը, որը կա մեր շուրջ, դրա տարածաշրջանային պրոյեկցիան, փորձեցինք հասկանալ Հայաստանի դիրքավորման այն օպտիմալ պարամետրերը, որոնք անհրաժեշտ են, սակայն այստեղ եւս մեկ հարց է կարևոր, դա այն է, թե որքանով ենք մենք մեր ներսում համարժեք այդ փոփոխություններին, այդ իրավիճակին, այդ իրադարձություններին, այն տեսակետից, թե որքանով մենք ունակ ենք եւ կլինենք դրանից օգտվելու, իսկ ծագած մարտահրավերներն էլ ընդունելու եւ հաղթահարելու։ Այստեղ շատ կարեւոր է ներքին դիմակայունությունը, նաեւ մեր կարողությունների այն համալիրը, որը թույլ կտա այդ ամենն անել։ Մենք ունենք բավականին լավ մեկնարկային դիրքեր այդ իմաստով, լինի դա մեր հարաբերությունները Եվրամիության հետ, Եվրամիության անդամ առանձին երկրների հետ, Միացյալ Նահանգների հետ համապատասխան իրավապայմանագրային բազա։ Խնդիրը նույնիսկ այդտեղ էլ չէ։ Խնդիրն այն է, թե որքանով ենք մենք եղածից այս պահի դրությամբ օգտվում, հաշվի առնելով նաև այն տարածաշրջանային իրավիճակը, որը կա մեր շուրջ, այն անվտանգային մթնոլորտը եւ միջավայրը, որը կա մեր շուրջ։ Եվ այդ ամենը իհարկե թելադրում է, որ մենք նաև մեր ներսում լինենք այդ ամենին համարժեք, որպեսզի պատշաճ ձևով սպասարկենք մեր պետական շահը, փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, Եվրաքվե նախաձեռնության անդամ Հովսեփ Խուրշուդյանը, բարև ձեզ, պարոն Խուրշուդյան, շնորհակալ եմ հրավերից ընդունելու համար։ Պարոն Խուրշուդյան, դուք ուշի ուշով հետևում եք այս միջազգային օրակարգի ամենակարևոր իրադարձություններին, հա, լինի դա ամերիկա ռուսական շփումները, հա, որոնց շուրջ թե մեծ տեղեկատվական, թե ապատեղեկատվական հոսքեր կան, հա, իհարկե պրոյեկցելով նաև մեր տարածաշրջանի վրա, ամերիկա-իրանական այս շփումները, ամերիկա-իսրայելական շփումները, դրանք պրոցեսներ են, որոնք ուղղակիորեն ազդում են մեր տարածաշրջանային անվտանգային միջավայրի վրա։ Հիմա մյուս կողմից էլ դրանք իրադարձություններ են, որոնք հնարավորություններ են միանշանակորեն բացում մեր առաջ, հաշվի առնելով նաև այն ելակետային, հա, հնարավորությունները, որը մենք ունենք։ Հիմա ամբողջ հարցն այն է, մենք ներքուստ որքանով ենք համարժեք այդ խնդրին, հա, ունակ այդ խնդիրը լուծելու, մեր քայլերը որքանով են համապատասխանում այդ խնդրին եւ մեր ներքին իրավիճակը ինչպիսին է հենց այդ համատեքստում եւ ինչ է պահանջվում անել այս համատեքստում։ Մեր ներքին քաղաքականության մեջ եւս ձևավորվել է մի, այսպես ասած, քաղաքական պահ, հա, իր այդ բոլոր բաղկացուցիչներով, սկսենք դրանից, թե ինչպես եք այն գնահատում քաղաքական պահը, որպեսզի նաև անդրադառնանք, թե դրանից ինչ անելիքներ են բխում, խնդրում։ Իրականում մենք լրջագույն
խնդիրներ ունենք այդ ձեր ասած ուղղությամբ, որովհետև այն հնարավորությունները, որոնք բացվում են Հայաստանի ավելի սերտ հարաբերություններով Արևմուտքի հետ, լիարժեքորեն չեն աբսորբացվում Հայաստանի ներքին կարողությունների անբավարարվածության պատճառով, անբավարար լինելու պատճառով։ Այդ կարողությունները վերաբերում են կադրերին եւ ինստիտուտներին։ Երկու դեպքում էլ մենք ունենք լուրջ խնդիրներ։ Կադրերի մասով ոլորտ առ ոլորտ կարող եմ թվարկել Պաշտպանության նախարարությունից սկսած, որտեղ հենց Պաշտպանության նախարարը ունի այդ կարողությունները ցավոք սրտի, բայց նաեւ շտաբի պետ, տեղակալ, փոխնախարար, հա, Բրոցյանի մասն է խոսքը եւ այլն, չունեն այդ կարողությունները։ Եվ այն ուսումնավարժական պոտենցիալը եւ առաջարկները, որ արվում են եւ կարող են օգտագործվել, առնվազն դա, բայց նաեւ ռազմաարդյունաբերության զարգացման ուղղությամբ հնարավոր համագործակցության այդ դաշտը, որ կարող է ստեղծվել հիմնվելով այն քաղաքական հիմքի վրա, որը որ կա այսօր, նաեւ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների հետ համագործակցության, քաղաքական համագործակցության հիմքով, դրանք էլ չեն աբսորբացվում։ Էլ եմ ասում, էլի կարողությունների պակաս է, եթե որոշ դեպքերում սաբոտաժ չի, դա էլ չեմ բացառում, հա, որտեղ սաբոտաժի մասին վարչապետն էլ է խոսել, հա, ամբողջ պետական համակարգում կա այդ սաբոտաժի էլեմենտները, դե կներեք, եթե վեթինգ չեն անում, լյուստրացիա չեն անում, վեթինգ անելով պետք է նախկին թալանչիների, ուրեմն շոշափուկները վերացնեին, լյուստրացիա անելով պետք է Ռուսաստանի շոշափուկները վերացնեին, որոնք շատ դեպքերում համընկնում են, մենք գիտենք դա, հա։ Ոչ են արեցին, ոչ են։ Ու հետո անդադ գանգատվում է, որ պետական համակարգից սաբոտաժ կա, բա իհարկե կլինի սաբոտաժ։ Բա ուզում եք այդպես հեշտ ու հանգիստ ձեզ ուրեմն պետական կառավարման համակարգից սպասարկեն եւ ծառայեն։ Ոչ, իրենց տերերին են սովորել սպասարկեն, իրենց գրպանի շահերը սպասարկելու զուգահեռ։ Դա է իրենց համար եղել։ Այդ մարդիկ սպասում են անհամբեր, երբ է այդ ռևանշը վերջապես լինելու, երբ են նախկիները վերջապես գալու իշխանության, որ նորից կարողանան այս պետության հերանից են թալանելով, իրենց գրպանները լցնելով։ Երազում են, ուղղակի սպասում են։ Այդ մարդիկ թքած ունեն, ինչ տեղի ունեցավ Արցախում իրենց 20-ամյա թալանի պատճառով, թքած ունեն իրանք։ Իրենց ուղեղների մեջ շատ դեպքերում չէ տեղավորվում այդ կապը, որ հնարավոր չի թալանած բանակով հաղթել պատերազմ։ Իրանց մոտ այդ կապը չկա։ Իրանց մոտ կա, որ նա թուրք է, նա թշնամի է, նա դավաճան է, դրա համար մենք պարտվեցինք։ Վերջ, ուրիշ պատճառ չկա պարտության։ Մենք գերհզոր բանակ ունենք, բայց այս դավաճանները, թուրքերը բոլորը եկան, տեսակ Երանի այդ տարիների կոռուպցիան, հա։ Հա, էլի։ Այդ կոռուպցիայի շնորհիվ տեսեք, ազատ գնում ենք Ղարաբաղ, գալիս ենք։ Այդ մակարդակը։ Բայց դե գործող իշխանություններն էլ իրենց կողմից չեն անում այն ինչ որ իրանցից է կախված։ Նիկոլ Փաշինյանը խոստացավ վեթինգ, չարեց։ Լյուստրացիա ընդհանրապես ոչ էլ խոստանում են, ես հասկանում, բայց գոնե ներքին կարգով այդ անտել լյուստրացիան անեն։ Լավ, չեն հրապարակում, գոնե ներքին մի հատ ցանկ ունենան, ում չի կարելի ոչ մի պաշտոնի նշանակել, ոչ մի падգամավորական պաշտոնից սկսած նախարարական, նույնիսկ միջին օղակներում չի կարելի պաշտոն, ընդհանրապես պետական մարմիններում այն մարդկանց, որ գիտեք, ասում եմ, բանը մեր բազաները հետախուզության ԱԱՑ-ի բազաները ռուսները տարել են։ Ճիշտ է, 93 թվականին ահագին արխիվներ հավաքեցին տարան։ Նախկին առաջի իշխանությունների թեթև ձեռքով եւ թույլատվությամբ։ Ռուսները եկան իրանցը չէր ախր, այդ Հայաստանի արխիվները տարան։ Բայց նույնիսկ դա դեռ չի նշանակում, որ հնարավոր չի լյուստրացիա անել, որտեղ կա փորձ եվրոպական երկրների փորձ, երբ որ ցուցմունքների հիման վրա վերջ-վերջո մարդիկ կենթանի են։ Այդ ոնց է, մի հատ կալուգինը կարող է գիրք գրել եւ հարյուրավոր գործակալներ, կագեբեշնիկներ լյուստրացիա լինեն։ Մի հատ շվեց կարող է հարցազրույցներ տալ, այդ հարցազրույցները բռնես ուղակի, ասես ծաղկակաղ անես, շարքով կարող ես այդ գործակալներին հանել։ Բայց այստեղ Հայաստանում ինչքան մարդիկ կա, որ տեղյակ են ով է գործակալ եղել, ով է ստուկաչ եղել, 37 թվից սկսած է, մենակ այս վերջին չեմ ասում։ Բա մի հատ հարցաքննեք, մի հատ ուսումնասիրեք, դրանով աշխատել է պետք, զբաղվել է պետք, զբաղվել եք, ներքին կարգով թեկուզ հանձնարարեք, ինչ որ խումբ ձևավորվի, ոնց որ հետաքննվում էր 44 օրյա պատերազմի պարտության պատճառները։ Դրա ավելի խորքային պատճառներ կան, որը լյուստրացիայի ձևով պետք է հետաքննվի եւ պարզվի, չեք ուզում հրապարակել, ես հասկանում եմ, որտեղ դա Ռուսաստանի հետ կապված լուրջ խնդիրներ կարող է բերել արդեն ուղիղ առճակատման, որտեղ իրենց ագենտուրան է այսօրին նաեւ բերել հասցրել մեր երկիրը։ Հասկանում եմ։ Բայց ձեր համար ներքին կարգով վերջը ԱԱՑ-ն ձեզ է ենթարկվում, թե դեռ Մոսկվային է ենթարկվում։ Որոշեք։
Եթե ձեր չի ենթարկվում, ուրեմն փակենք դուռը գնանք, այսինքն հնարավոր չի քո անվտանգության ծառայությունները, եթե քո ընտրած իշխանության չի ենթարկվում։ Դա լուրջ սպառնալիք է ուրեմն յուրաքանչյուրիս։ Բայց եթե ենթարկվում է, կամ հանձնարարեք իրենք անեն, կամ գոնե չխանգարեն մի հատ ուրիշ խումբ ձևավորեք, թող այդ խումբը գիտնականների, հետազոտողների, քննիչների խումբ ամիսներով տքնաջան աշխատանքով, հարցաքննություններով, հարցազրույցները մոնիտորինգ անելով, ուսումնասիրելով, դաշտը միայն ուսումնասիրես, մի հատ լյուստրացիայի մասին խոսք է գնում, միանգամից արդեն դու հասկանում ես, ով ինչ արձագանք է տալիս։ 11 թվականին, երբ որ Ժառանգությունը առաջին անգամ պարլամենտում բերեց լյուստրացիայի մասին օրենքի նախագիծը, մեծ լյուստրացիա ալիք եղավ։ Այնքան մարդիկ սկսեցին իրանց մազերը փիտել լաչառությունից։ Լյուստրացիան թվում է թե իրեն եղավ, արդեն իմացանք ով էր գործակալը, իսկ ովքեր հակառակ ասում են, այո, լավ, ընդ որում հետաքրքիր է, նույնիսկ հանրապետականների մեջ կային մարդիկ, ասում են լավ գաղափար է, դնենք լյուստրացիա անենք։ Որտեղ դեռ այդ անկախականների բանը մնացել էր որոշ մարդկանց մոտ, այդ հիմա է որ իսպար արմատախիլ արեցին հանրապետականից, այդ ինքնիշխանության ջատագով այդ անկախականների սերունդն էլ գաղափարախոսությունն էլ։ Մնաց մենակ ջեպկիների այդ իրենց գրպանները ճխտելու եւ իրաց տերերին սպասարկելու այդ մարմաճը։ Վերջ։ Ուզում եմ ասեմ, որ այդ ամբողջ աշխատանքը, որը պետք է արվի, որը մի հոգի չի կարող անել, ոնց որ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ոչինչ, որ ինքը անպիտան կադրեր կարող է նշանակի, կարևորը հավատարիմ լինեն, գործը ինքը կանի։ Դե տեսնում ենք ոնց է անում։ Մի հոգին կարող է ամբողջ պետական ապարատ աշխատացնել միայնակ, միանձնյա։ Նշանակում ենք հավատարիմների, բայց պահանջում ենք ոնց որ խելոքներից։ Խելոքներից, հա, այդ լրիվ այդ վիճակն է։ Դե դրա համար քաղաքասարությունն էլ իր հերթին, հա, փորձում էր ինչ որ բաներ անել, բայց քաղաքասարության ներսից էլ դիմադրություն կա, որտեղ այդ լյուստրացիան մենակ պետական ապարատին չպետք է վերաբերի, դա նաև քաղաքասարությունն է վերաբերում։ Մենք արդեն լավ գիտենք, մենք մեր համար լյուստրացիա արել ենք ի դեպ, լավ գիտենք ով երբ գլուխ բարձրացրեց, որ պայքարի եվրոպական ինտեգրման շարժման դեմ, այդ հովերի դեմ, այդ քայլերի, որ մենք անում ենք, մեր դեմ նաև, այդ բոլորը գիտենք, անուններով, կազմակերպությունների անուններով, ու ամենահետաքրքիրը, որ հիմնականում ֆինանսավորվում են եվրոպական եւ ամերիկյան գրանտներից։ Հետո էլ զարմանում ենք, որ USAID-ում դժգոհություն կա, որ այսում եք ֆինանսավորել, ինչ եք ֆինանսավորել, որտեղ շատ դեպքերում կար հիմքեր նման կասկածներ ունենալու։ Ու չեմ ասում բոլոր դեպքերում, որտեղ այնտեղ նաև մի քիչ վոլունտարիզմի, հա, այսպես կամայականության դրսևորումներ եղան, որտեղ մասկը լրիվ ուրիշ շարժառիթներով էր այդ ամենը գնահատում, բայց ամենայն դեպս այդ ամենը չգիտենք։ Դրա համար էլ նաև քաղաքասարությունն է բավականին դժվարանում, որտեղ դրա համար ռեսուրսներ են պետք, իսկ ռեսուրսները այսօր հիմնականում էլ եմ ասում, ցավոք սրտի այն կազմակերպությունների ձեռքերում չեն, որոնք իրոք սրտանց ջատագով են պետականության կայացման եւ օտար ազդեցությունների թոթափման համար աշխատելու եւ դրա համար ամենտեղ հիմա պայքար է գնում, բայց դե հիմա անում են, մարդիկ անում են, քաղաքասարությունը իր գործն է փորձում անել, պետական ապարատում հասկանալի է կան մարդիկ, որոնք փորձում են անել իրենց գործերը, բայց ասում եմ, այդ կադրային սխալ ընտրությունները, նշանակումները եւ այլն, արդար հատկապես նշանակումների, մրցույթների հիման վրա արդար նշանակումների այդ ավանդույթի դադարեցումը, որտեղ հեղափոխությունից անմիջապես հետո եղավ այդ լավ ավանդույթ կար, արդար մրցույթներ էին անցկացվում տարբեր տեղերում, ինչ որ չափով հնարավոր եղավ թարմացնել ապարատը, բայց հիմա միջին օղակներում հատկապես եւ ստորին օղակներում էլ չեմ էլ ասում, այնքան շատ են այդ նախկինների կադրերը, հանրապետականներ, բարգավաճականներ, որոնք ուղղակի գույնը փոխել են, բայց մենք գիտենք կարմիր կովը իր կաշին չի փոխում։ Եվ այդ մարդիկ էլ եմ ասում, լրիվ ուրիշ բանի համար են մտել այդտեղ եւ ուրիշ բաներ էլ սպասում են հիմա։ Կարող է մի քիչ sense ձև են տվել, որ համակերպվել են, որ աշխատում են, իրանց աշխատելու որակն ենք տեսնում, հետևանքներն ենք տեսնում ամեն ինչի։ Եվ հենց մի հատ ընտրելու հարց է լինում, ընտրության հարց է լինում, ոնց որ Գյումրիում եղավ։ Մեկ էլ տեսնում ես, թիմի ապարատի կեսը աշխատում է նախկինների համար։ Եվ հանրաբանն էլ ԿՊ-ի ներկայացնել հպարտ ասում են, տեսեք մենք ինչքան ժողովրդավար ենք։ Հենա բոլոր նախկինները աշխատում են իրենց տերերի համար, բայց նախկինները թողել են իրենց պաշտոններին։ Ձեր թողածն է։ Դուք թողել եք այդ պաշտոններին եւ հիմա հպարտանում եք, որ պետության դեմ են աշխատում։ Մենակ ձեր դեմ չեն աշխատում։ Ձեր դեմ մենակ կլներ, եթե իրանք աշխատային որևէ այլ ժողովրդավար ուժի համար, օրինական ուժի համար։ Հա, խնդիր չի, ամբողջ աշխարհում է դա կա։ Բայց իրենք աշխատում են թալանչիների, գողերի, ավազակների հետ բերելու համար։ Ուրեմն իրենք էլ ովքեր են, ուրեմն նույն դրանց շարունակությունն են, ձեր թողած, դուք եք թողել պաշտոններին նրանց։ Պարոն Խուրշուդյան, դե հիմա ինչ ասում են, դե այդտեն մեկ կադրեր չունենք
կադրերի ճգնաժամ է, սանտեխնիկները փինաչի են, վարորդները փինաչի են, դե հիմա նախարարներն են փինաչի, ինչ եք ուզում մեզից։ Դե լավ արդարացում է, բայց ես համաձայն չեմ իրենց հետ։ Դա կեղծ հիմնավորում է, որտեղ ես գիտեմ կադրեր, լավ կադրեր, որոնք իրենք են հանել համակարգից։ Հենց միայն նրա համար, որ պայքարել են կոռուպցիոն ռիսկերի չարաշահումների դեմ, բայց այդ կոռուպցիոն ռիսկերն ու չարաշահումները քանի որ կախված են եղել իրենց նշանակած այսպես կոչված հավատարիմ կադրերի հետ, դրա համար այդ մարդկանց հանել են, լավ աշխատողներին հանել են այդ խնդիրները ազդարարելու համար, այն որ Նիկոլ Փաշինյանն ասում է, բա պետական համակարգի մարդիկ պետք է ազդարեն, երբ որ խնդիրներ են տեսնում։ Ահա ես ողջունում եմ, շատ լավ որ այդ բան է ասում Նիկոլ Փաշինյանը, բայց հետևողական լինի, որ այդ ազդարարողներին գործից չհանեն։ Ոնց կլինի այդպես։ Եվ դրա փոխարեն պաշտոնների նշանակեն Գագիկ Խաչատրյանի մերձավոր առաջին հենց աջակիցներից, համագործակիցներից, հանցակիցներից մեկին, որը Գագիկ Խաչատրյանը գիտեք, ՊԵԿ-ի նախկին նախագահ, որ միլիարդների թալանի գործով հիմա անցնում է։ Պարզվում է նրա տեղակալը, որ Մաքսայինի, Արևմտյան Մաքսայինի պետներ Անդրեյ Վարդանյանը սուրբ էր ի տարբերություն իրեն։ Երևի նույնիսկ պայքարում էր կոռուպցիայի դեմ, ամբողջ իր այդ պաշտոնավարման ընթացքում։ Դրա համար բերեցին ՊՎՑ-ի պետի տեղակալ Նիկոլ Փաշինյանի հրամանով ի դեպ։ Ո՞նց կլինի այդպես։ Կադրեր չունեք, հա։ Չեմ հասկանում ես։ Ուզում են մենք լուրջ ընդունենք այդ հիմնավորումները։ Տեսեք, ո՞ն խոշուզում, հիմա դուք բազմաթիվ ուղղություններով թերությունների եք մատնացույց անում, այո, ձեզ կարող են ասել, դե դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է եւ այլն, սակայն Գյումրիում ընտրությունները ցույց տվեցին, որ հիմա ձեզ մեղադրեն, չմեղադրեն, մենք շատ կոնկրետ իրավիճակ ունենք այս ամենի հետևանքով, հա, որը այսպես ասենք պետք է որպես տագնապ ընկալվի, հա, եւ մենք տեսանք, որ փաստորեն այս 5-րդ շարասյունը 6-րդ պալատի հետ միասին մի քանի այսպես ուղղություններով գալիս է, այսպես դրանք տարբեր մատներ են, բայց ձեռքը մեկն է, արմունկն էլ հյուսիսում եւ հետո X պահի այդ sense բաց մատները հավաքվում են մեկ բռունցքի մեջ, մեկ առաջնորդի կամ տեղական առաջնորդի շուրջ ու այդ մի կողմ դնելով ամեն ինչ եւ նաեւ բոլոր լեգենդները իբր իրենց միջև անմիաբանության մեկի մյուսի հետ կապված։ Հիմա մենք տեսնում ենք, որ սա կարող է լինել նաև որոշակի, այսպես, մոդելային սցենար, այս մակետը, հա, այսպես ասենք, ամբողջ պետության վրա տարածելով։ Մենք տեսանք հրճվանքը Ռուսաստանի հյուպատոսի, որ շատ հստակ քաղաքական ուղերձով հանդես եկավ, ելույթ ունեցավ այդ ամբիոնից, հա, ավականի խորհրդի, տեսանք ռազմաբազայի հրամկազմի ներկայացուցիչներին վերընկած ընդեղ եւ տեսնում ենք ոնց որ թե մենք մինչև վերջ չենք պատկերացնում թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է պատրաստվում տեղի ունենալ, հա։ Բացի դրանից էլ երբ ամսի 26-ին սահմանապահի օրներ Հայաստանում, նաև այդ օրն էր քաղաքացու օրը, հա, շաբաթ օր էր, վարչապետ Փաշինյանը հանդես եկավ ելույթով այդ սահմանապահների առաջ, նաև շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին մեր սահմանները այսքան տարիներ պաշտպանելու, նաև խոսեց անհրաժեշտության մասին, որ ի վերջո աննորմալ է, երբ մենք մեր սահմանները չենք պաշտպանում։ Այս իմաստով որքանով ենք մենք
համարժեք այս մարտահրավերին եւ ընդհանրապես ինչով ենք զբաղված ըստ ձեզ համեցեք։ Կոնկրետ սահմանների մասով այս մի տարի ժամանակը, որ ըստ էության այսպես դադար վերցրեց իշխանությունը, որ ոչ թե միանգամից հրաժարվեց ռուսական սահմանապահների ծառայությունից, այլ համատեղ վերահսկողություն, հետո որ ես հասկանում եմ այդ համատեղ ինչի համար է, որ մեր սահմանապահները փորձ ձեռք բերեն, մի հատ տեղանքին ծանոթանան, վերջով կամաց-կամաց հարմարվեն, նոր կամաց-կամաց, հանը ես հույս ունեմ ամենայն դեպս, չասեմ վստահություն, որ ռուս սահմանապահները դուրս են գալու Հայաստանի սահմանից եւ լավ է, որ ըստ էության դրա անոնսը տալիս է վարչապետը, երբ որ ասում է, որ մենք պետք է մեր սահմանները վերահսկենք, հա։ Մանավանդ որ մենք գիտենք ռուս սահմանապահները այնտեղ ինչով են զբաղվում, մաքսանենգությամբ որջը է դարձել հայ-թուրքական սահմանը այսօր։ Շատ կոնկրետ հրամանատարներ, շատ կոնկրետ բիզնես են անում ռուսները, ոնց որ ամեն տեղ են անում, այստեղ էլ իրենց համար ոչ մի տարբերություն չկա, շատ էլ որ ի տարբերություն Տաջիկստանի, այստեղ ժողովրդավարական երկիր է եւ մարդիկ հարկերը մուծում են։ Ի տարբերություն, ասենք, եւ մաքսանենգ ապրանքներ ամենայն դեպս չեն ներկրում, հա։ Բայց ամեն դեպքում իհարկե մի քիչ դանդաղում է process-ը, բայց դե հիմա լավ է ուշքան երբեք տարբերակով, ասենք թե այդ հարցը լուծվում է, բայց այդ միայն դա բավարար չէ։ Մենք բազմաթիվ այլ թելեր կա կախվածության, որոնք որ կամաց-կամաց պետք է վերացնենք։ Չեմ ասի, որ այդ ուղղությամբ բան չի արվում, օրինակ էներգետիկ կախվածության վերացման ուղղությամբ փառքոպատիվ իշխանություններին այս ատոմակայինի հետ կապված Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածությունները ոնց որ ավելի կարևոր փուլ է մտնում։ Մյուս ուղղությունը Թուրքմենստանից գազը Իրանով ներկրելու հնարավորություն։ Այսինքն մտածում են այդ ուղղությամբ, հա։ Առնվազն, հա, շատ կարևոր է։ Դանդաղ է լինում, ինչքանով է էֆեկտիվ է, բանն տեսնենք։ Ամենանդեպս միջև հիմա Հայաստան-Վրաստան այդ էլեկտրոգծերի վրայի այդ փոխանցիչ կայանի հարցը չի լուծվել, որը 400 միլիոն է կարծեմ արժանալու թե ինչքան, բայց եվրոպացիները տալիս են այդ փողը։ Գերմանացիների վարկու։ Հա, ասում են արեք, հələ որ, չգիտեմ, մասնագետ չեն գտնում, այ մասնագետ չեք գտնում, վարձեք, բերեք, խումբ բերեք, 10-20 միլիոն դոլար տվեք, ոչինչ, չկա հիմա, չկա, եթե չունեք։ Էդ էլ հո ձեր հավատարիմների հարցը չի, որ մենակ ձեր հավատարիմ էլեկտրիկներին տանեք այնտեղ գործ անեն, հա, այդ էլեկտրականության վրա, չեմ հասկանում էլի ասենք։ Մի խոսքով, ինչ որ բաներ արվում են, բայց դա բավարար չի, գիտեք, մանավանդ արդեն օրենքը ընդունվել է Եվրոմիության անդամակցության գործընթաց սկսելու եւ այդ գործընթացը սկսելու համար նաեւ պետք է մտածողություն փոխել հասարակության մեջ։ Այսօր հասարակությունը իր բացարձակ մեծամասնությամբ կողմ է Եվրոմիության ինտեգրմանը, որովհետեւ անվտանգային հարց է, բոլորը դա հասկանում են, որ Եվրոմիությունը մեր անվտանգության հարցում աջակցող գլխավոր, այսպես աշխարհակաղակական կենտրոնն է, բայց դրա դեմ նարատիվներ զարգացնելը շատ հեշտ է, որովհետև բազային մտածողությունը մեր մարդկանց շատ դեպքերում չի փոխվել, ամենայն դեպս շատերի մոտ։ Եվ ռուսները հիմա ինչ են սկսում։ Այն նույնը ինչ որ ամեն տեղ, հա։ Սպառնալ։ Չէ, մարդկանց վախեցնել եվրոպական բարքերով, այդ ձեր ընտանիքները հեսա կգան կքանդեն, հեսա գեյերը կգան սաղ ձեզ գեյ կսարքեն, ոնց որ Գյումրիում բուկլետ են տպե բաժանել են, մենք նոր ենք իմանում։ Ընդհանրապես ընտրությունների հետ կապ չունեցող, բայց ընտրությունների ժամանակ, ընտրությունների կառուցարշավի ժամանակ, անանուն, ոչ գիտենք ով է հեղինակը, ոչ գիտենք ում է ուղղված, абստրակտ ինչ որ հակաեվրոպական նարատիվներ տարան, իմ այն ինչ որ ես ասացի։ Այսինքն դրա դեմ պետք է աշխատել, պետք է բացատրել մարդկանց, ինչ է Եվրոպան, ինչ է եվրոպական ստանդարտները, ինչ են շնակում մարդու իրավունքների եվրոպական ընկալումները, ինչով է դա տարբերվում, օրինակ Ռուսաստանի այսպես կոչված ռուսկի սկրեպներից կամ չգիտեմ ոգեղենությունից, որտեղ որ ասենք էկրանից դա շփում են մարդկանց վրա իբր թե, բայց Ռուսաստանը մանկապղծության, ամուսնալուծությունների թվով առաջի տեղն է զբաղեցնում աշխարհում։ Ասենք այդ տարբերությունը պետք է մարդիկ հասկանան։ Այդ կեղծավորությունը, սուտ բարոյապաշտությունը, որ ռուսական ալիքներից նաև մեզ է հիմա այստեղ է տարածվում, որովհետև միջև մա չփակեցին, այտենց էլ չհասկացանք։ Եվ հետո հեռուստարադիոյի պետկոմի բանի խորհրդի ներողություն, հեռուստարադիոյի խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահը ասում է անջատենք էս մեր մուլտիպլեքսով ընդհանրապես որևէ օտար երկրի այդ չենք թողում ֆրանսիականը, գերմանականը, եվրոպականը, ամերիկանը, CNN-ը չենք թողում, Եվրոնյուս-ը չենք թողում, ռուսականները չթողեն։ Չէ, դիմադրում են, падգամավորներ հելնում են, ասում են դա շատ բարդ խնդիր է, գիտեք,
Ասում է, բա ոնց կարելի է ժողովրդավարության, այդպիսի բաներով մենք կարող ենք սահմանափակենք ազատ խոսքը, ԿՊ-ի падգամավորներն են խոսում։ Չէ, ես ուղղակի ապշում եմ, էլի, ոնց որ հատուկ հիմա ասես ռուսական գործակալական նարատիվներ են տարածում, կասեն բան եք անում, զրպարտում եք մեզ։ Բա կներեք, բա էլ ինչով բացատրեմ, որ թույլ եք տալիս հենց ուզում եք ամեն գնով, որ այդ ռուսական քարոզությունը ուղիղ մեր բնակության վրա տարածվի։ Այն դեպքում, որ այդ ռուսական քարոզության մեջ մտնում է նաև ձեզ իշխանությունների նկատի ունեմ, այն ամենավերջի բառերով անպատվելը։ Սանկցիա եք կիրառում։ Մի շաբաթով այդ հաղորդումը կանջատենք, որ Հայաստանի իշխանությունների կներեք, էլի։ Մի շաբաթ չէր պետք։ 5 օր եւ 6 ժամ, որ ավելի ժողովրդավարական լինեք։ Ձև են տվել իրանց ժողովրդավարական անվան տակ, սիրուն ռուսական նարատիվները ճխտում են։ Եվս մի բան, մարդկանց նաև պետք է ցույց տալ, թե ինչ կապ ունեն եվրոպական արժեքները կոնկրետ քո անվտանգության հետ, քո բարեկեցության հետ, հա, քո ներքին կայունության հետ եւ այլն, որովհետեւ մարդկանց համար շատերի մոտ եվրոպական արժեքը մի абստրակտ բան է, որը ճաշակի հարց է։ Դուրդ գալիս է, ասում ես, հա, ես կողմ եմ, չի գալիս, դե չէ, կողմ չեմ, բայց դա կապ չունի քո վիճակի հետ, որևէ ձևով։ Մինչդեռ եւ քո գրպանի պարունակության հետ կապ ունի, քո կրթության, երեխեքիդ կրթության հետ կապ ունի, տեխնոլոգիաների հետ եւ այլն, հա, որ երկիրը գոմի չվերածվի, այ դրա հետ էլ կապ ունի, ասենք Աբխազիայի նման չդառնաս եւ այլն։ Այս ամենը իհարկե թիրախավորվել է եւ մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից այս հիբրիդային հարձակումների մի նոր ալիք է գալիս, պարոն Խուրշուդյան, սկսեցվի նաեւ ինչպես դուք ասացիք, սպառնալիքներից, հա, Սիմոնյան Մարգոյի, որին սկսեց երկրորդել Մարիա Զախարովան, Գալուզինը, մեզ պարբերաբար հիշեցնում են, որ չէ, այդ Եվրամիությունը, այդ որ ասում եք, դուք գիտեք ինչ է դա անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միության ձեր անդամակցության հետ, դա գիտեք ինչ վտանգավոր բան է ձեզ համար, եւ հետո մեր աչքը մցնում են բազմամիլիարդ ապրանքաշրջանառության հետ, ահա երեք էր թե առաջի օրը մեր վիճակագրական կոմիտեի տվյալները առաջին երամսակում Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառության արտաքին ապրանքաշրջանառության ծավալը նվազել է, հիմա բռնվեք 54%-ով, արտահանումը 61%-ով է նվազել, ներմուծումն էլ, եթե չեմ սխալվում, 47%-ով, իհարկե 10-որդականները հետը կան։ Հիմա մեզ բայց դուրս չենք եկել, չէ՞ ոնց որ ԵԱՏՄ-ից։ ԵԱՏՄ-ից դուրս չենք եկել։ Տենց փայլուն հզոր ԵԱՏՄ-ի ներսում ենք դեռ գտնվում, արդյունավետ, հարուստ, բայց չէ նվազում։ Ինչ պատահեց։ Պատահեց այն, ինչ որ մենք ասում ենք, որ այդ ուռճացված թվերը, որ 10 քանի միլիարդի շրջանառություն, մեծ մասը զուգահեռ էքսպորտ իմպորտ էր։ Այսինքն այն ինչ որ ուրիշ վերարտահանում, հա, արանքում ինչ որ մի քանի հոգի հարստանում են։ Հա, լավ են անում, թող հարստանան։ Ես դեմ չեմ, որ մեր մեծահարուստները հարստանան։ Խնդիր չկա։ Բայց պետք չի դա վաճառել հայ ժողովրդի վրա, որ գիտեք մենք ինչ օգուտներ ենք ստանում այդ առևտրից, ոչ մի օգուտ չենք ստանում։ Իսկի մաքսային նորմալ օգուտներ չի գալի, որովհետև այդ մաքսերը լրիվ հավաքում է, գիտեք, անդադ ասում են դրա մասին։ ԵԱՏՄ-ի միասնական մաքսային կացայում այնտեղից ավելի 300 միլիոն դոլարով պակասում է, նոր վերադառնում է Հայաստան։ Այդ ոնց եղավ։ Այդ ինչից ենք մենք շահում այտենց։ Միակ արժեքավոր բան այնտեղ որ մենք իրոք արտահանում ենք, դա իրոք այն ինչ որ Հայաստանում արտադրվում է եւ արտահանվում է Ռուսաստան։ Կներեք, բա Ռուսաստան դրա կարիք չունի, ինչա բարեգործություն է, լավություն է անում մեզ որ առնում է այդ ապրանքը։ Երևի։ Կամ լավություն է անում մեզ որ իր ցորենը մեր վրա վաճառում է։ Դարավոր բարեկամությունից դրդված։ Լավություն է անում ուկրաինացիներին կառնենք, ուկրաինացիներից կառնենք նույն ցորենը։ Մանավանդ հիմա այդ լաստանավային ուրեմն
փոխադրումը վերակազմակերպված մեռանք այդ հարցը բարձրացնելով այդում եվրոպացիների հարցը եւ նաեւ այն Չեռնոմորսկի միջև, հա, նախկին Իլիչևսկի։ Ցորեն ուկրաինացիներից կառնենք, գազը թուրքմեններից կառնենք։ Ինչու՞մ նախնդիր է, այդ ինչա մեզանից ուզում տես որ Ղազախստանն ահռելի շուտ։ Հա։ Ասում եմ, այն ինչ որ մենք հա այդ 1-2 միլիարդ դոլարի ապրանքը, որ իրոք մենք արտադրում ենք ու արտահանում ենք Ռուսաստան, հա, դա պետք է մտածել ուրեմն դիվերսիֆիկացնել, ուրեմն դրա արտադրողները պետք է մտածեն վաղ թե ուշ, տեսեք Չինաստանը ինչ խելացի վարվեց։ Տրամպի առաջի պաշտոնավորման շրջանում տարիֆները արդեն սկսեցին կիրառել։ Չինացիները հասկացան, սա մենակ Տրամպի պատմությունն չէ, սա Միացյալ Նահանգների ռազմավարական նպատակն է, որտեղ նաև հետազոտություններ են տպվում, ռազմավարություններ են տպվում, ամեն տեղ էլ ասում են, որ Չինաստանը մեր համար թիվ 1 մրցակիցն է, պետքա թույլ չտանք զարգանա, մեզ անցնի։ Վերջ։ Ինչ արեցին չինացիները, սկսեցին կամաց-կամաց կախվածությունը Ամերիկայի հետ առևտրից նվազեցնել, պետական պարտատոմսերը կամաց-կամաց սկսեցին վաճառել ու հասցրեցին 20-25%-ից առևտուրը մինչև 7-17%, հիմա կարող է սխալվեմ, բայց քրիտիկական չէ։ Հա, որ կամաց-կամաց նվազեց։ Եվ հիմա երբ որ Տրամպը այդ կտրուկ տարիֆները հայտարարեց, ըստ էության փակեց առևտուրը Չինաստանի հետ, այնպես չի որ տապալվում է Չինաստանը։ Ծանր է, հա, շատ ծանր է, շատ գործարաններ փակվում են, ոչինչ կֆին սուբսիդավորվում են, այսինքն նախորդ մտածեցին դրա համար որ չկործանվեն։ Ու դա իրենցից կախված չէր։ Ունես չի որ եթե մենք մնանք ԳԱՏՄ-ում, վաղը ռուսները մի նոր բան խելքներից դուրս չի բրդի ասի, այս պետք է անեք, թե չէ այս սանկցիաները կկիրառեն։ Անելու են, ոնց որ միշտ են արել։ Ուրեմն պետք է իմանալով որ այդպիսի գործընկեր չակերտավոր ունենք, որը տեղով շարու խնդրեմ է։ Ուրեմն պետք է մեր բիզնեսմենները մտածեն որ դա եթե իրանք չեն ուզում այսօրվա ինչ որ մի կոպեկ շահույթի համար վաղ ընդհանրապես իրենց բիզնեսները փակվի, մտածեն դիվերսիֆիկացնեն, այլ մի ներդրումներ անեն ավել, մի քանի հոգի լեզու իմացողներ կանչեն, սկսեն բանակցել այլ երկրների հետ, փնտրեն շուկաներ, մարքեթինգ է կոչվում դա, իրար հետ միավորվեն ասոցիացիաներ ստեղծեն, որ ավելի հեշտ կարողանան դա արտահանեն, որտեղ այդ փոքր պարտիաներով այն ինչ որ մի հատ ֆուր լցնել տանել Ռուսաստան միտեղ ծախել, հա, հնարավոր է, Եվրոպայում, Ամերիկայում դա հնարավոր չի։ Բայց դա պետք էլ չի, ավելի արդյունավետ է եւ ավելի էժան կնստի ձեր վրա, ավելի մեծ շահույթ կստանաք, եթե միավորվեք մեծ ասոցիացիաներով, ոչ թե մի ֆուր, այլ 100 ֆուր, որ գոնե ինչ որ մի հատ սուպերմարկետ ամերիկյան ուզենա ձեր հետ գործ անի, ոչ մի Walmart ձեր հետ մի ֆուրի համար չի բանակցի նույնիսկ հեռախոսը չի վերցնի ձեր հետ խոսա։ Բայց եթե միավորվում եք վրացիների հետ եք միավորվում շատ հարցերում։ Եվ մեծ պարտիաներով ուղարկում եք, համ արաբական երկրները այտենց ավելի հեշտ կան։ Ես բազմաթիվ այտենց դեպքեր գիտեմ, գործընկերներ ունեմ նաև մարզերից։ Ասում են շատ են ուզում, օրինակ մեկը բան էր, վիշնյա էր արտահանում, գիլաս, հա, Գիլաս թե բալ։ Բալ, հա, ներողություն։ Բալ էր արտահանում արաբական էմիրություններ ու ասում է, ընդհանրապես փոքր փորձնական պարտիա ուղարկեցին, այնտեղ բան ունեն։ Արաբները այտենց կերակուր ունեն, բալով ճաշ են սարքում։ Ու ասեց շատ հավանել էին համը մեր բալի եւ ուրեմն ասեցին գիտեք ինչ այսքան տոննա ուղարկեք այսքան տոննա որտեղ ճարենք բայց որ լինի միանգամից տեսեք ինչ մեծ ծավալ է որ այդքան տոննա այն մարդիկ կարող են այսինքն մարսել իրաց ցանցերով ծախել եւ այն չունեն հիմա փորձում են ինչ որ մարդկանց ներգրավել ուրիշ տեղից առնել ինքը կենտրոնացնի խոշորացնի Կա, ուզում եմ ասեմ, այդ ուղղությամբ եթե աշխատում է մարդը, գտնում է այդ շուկաները կան, այնպես չի որ մենակ։ Ուղղակի սովոր են էլի, մենակ Ռուսաստանի հետ այնտե ռուսական այդ բարիերը, որ լեզվի բարիերը չկա, շատ դեպքերում նաև գնում են ձեռի հետ էլ նաև սեքս տուրիզմ բան եւ այլն, Ռուսաստանը մի քիչ բան է, չէ՞, շատ ավելի այտենց պահանջներ է բավարարում մեր հայ տղամարդկանց առևտրականը, այտենց սովորել են։ Չէ, ընկերներ, մի քիչ մտածեք, որ մի օր դա կարող է փակվի եւ դուք քաշվեք, ձեր բիզնեսները քաշվի։ Մի քիչ գլխով մտածեք էլի հիմնականում։ Եվ այդ դեպքում կտեսնեք, որ կա շուկաներ, որը որ հաջողությամբ կարող եք վերցնել մենակ արաբական երկրներ չի, քրդական շուկան փոքր է, բայց ահագին հարուստ է, Իրաքի, Հյուսիսային Իրաքի, Քրդստանը նավթը ունեն, փողը ունեն։ Մտեք ագրեսիվ ավելի մարքեթինգ արեք, ընդ որում շատ լավ են վերաբերում հայերին։ Հայկական համայն կա փոքր, բայց շատ հարգված։ Իրանի հետ բանակցեք, փակ շուկայա հասկանալի է։ Ահռելի երկիր, որ էլի լեզվական խնդիր չկա, ու ամենակարևորը թարգեք այդ թուրք են իրանք կամ թուրք են իրանք իրանց հետ չի կարելի թարգեք։ Ով որ այդպես մտածում է, այդ աբսուրդ է, էլի, այս գլոբալ աշխարհում ոչ մեկ չգիտի որ
այդ Ղազախ սպառողները չգիտեն որ պետքա հայերին չսիրել։ Մինչև դուք չասեք որ մենք ձեզ չենք սիրում որտեղ դուք թուրք եք, իրանք ձեզ շատ նորմալ կվերաբերեն։ Դու հիմա էլ նորմալ շատ նորմալ։ Ու այդ հակաթուրքականությունն էլ ով է զորով անդադ տարածում։ Նույն այդ ագենտուրան, ընդ որում համ Հայաստանում նստած ռուսական ագենտուրան, համ Նյու Յորքներում նստած բլոգերատիպի ագենտուրան, որ այնքան որ հակաթուրքակ որ հանգարց թուրքերի հետ հարաբերությունները չկարգավորվի, հազար անգամ ասացինք, հա, կնճռոտ խնդիրներ ունենք, իրար հետ խոսալով պետքա լուծենք, բայց այդ չի շնակում, որ պետքա մնանք ռուսների գերին, ինչ հատ է, ասենց մեր հագուր տանք մեր բանին, էլի, չէ, թուրք են, իրանք չենք ուզում իրանց հետ խոսանք, գործանենք, բայց 200 քանի միլիոնի ներկրում արեք Թուրքիայից, բայց մի կոպեկի չարտահանեք, որտեղ հարաբերությունները կարգավորված չի։ Այդ ոնց եղավ տենց։ Իդեպ էլ շուկաներից մեկն է, եթե կարգավորում ենք Թուրքիայի հետ հարաբերությունները, միշտ կարանք բանակցենք, գտնենք ինչ-որ բաներ, սեգմենտներ, որ կարելի է այնտեղ մտնել։ Ինչքան էլ այնտեղ խոչընդոտներ են միջև մասահմանել, բայց այդտեղ հարաբերությունների կարգավորելու իմաստն է նաև, որ խոչընդոտները հանեք։ Մեկ Թուրքիան Եվրամիության, այո, մաքսային տարածքի մասը։ Այո, եւ չեն կարող այտենց խոչընդոտներ այտենց հեշտ չի։ Վաղը մյուսօր կբողոքես, եթե Եվրամիության հետ էլ հարաբերություններ ունենաս, կբողոքես, իրանց մոտ նույնիսկ կոդ չկա, Հայաստանի նշող կոդ, իրանց մաքսային ծառայություն չկա, դրա համար, երբ որ հայկական ապրանքը բերեսել, իրանք չեն կարող ընդունեն, որտեղ ասեն, ինչ կոդ է, չունենք։ Այդ չունեն, որտեղ դիվանագիտական հարաբերություններ չունեն միջև հիմա, որտեղ մենք պետքա թուրքական դրոշ վառենք։ Դա մեր համար ավելի կարևոր է, քան մեր պետականության կայացումը, հզորացումը, բանակի համար փող ճարելը, բիզնեսների զարգանալ, դա կարևոր չի, կարևորը որ մենք դրոշը վառենք ու լավ զգանք մեզ։ Իշխան Սաղաթելյանն էլ լավ տրամադրություն ունեն այդ օրը տարվա մեջ։ Ես կասկածում եմ դաժե տենց բաների տրամադրությունը իր մոտ բարձրանում է։ Պարոն Խորշուձյան, լավ, օրենքն ընդունեցինք Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, հիմա ինստիտուցիոնալ քայլեր են պահանջվում, չէ՞ գոնե կառուցվածքային փոփոխություններ, որոնք թույլ կտան այդ օրենքը իրականություն դարձնել։ Տեսանք օրերս Կայակալլասը այցելեց Բաքու, որում քննադատություններ հնչեցին Եվրամիությունում, հա, հենց ֆրանսիացի այդ Եվրախորհրդարանի падգամավորների կողմից, հույներից եւ այլ, որ ոնց միակողմանի այցը եւ այլ, մինչդեռ Ադրբեջանի հետ ակնհայտ է, որ Եվրամիությունն ունի օրակարգ, հա, որը հենց իրենց շահերով է պայմանավորված, խոսքը Կենտրոնական Ասիայի եւ Եվրամիության միջև այդ ռազմավարական գործընկերության իրագործման այդ լոգիստիկան ապահովելու մասին է խոսքը, բայց Հայաստանի հետ եւս օրակարգ կա, որի հետ կապված էլ այս Հռոմի Պապի հուղարկավորման այդ հուղարկավորության արարողությանը ժամանած այնտեղ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Կայակալլասը խոսեցին առաջիկա Հայաստան կատարելիք այցին հետ կապված։ Այստեղ մենք չենք դանդաղում ձեր կարծիքով։ Իհարկե դանդաղում։ Դրա մասն էր խոսքը։ Նաև Հայաստանի աշխարհաքաղաքական քշիրը ներկայացնելու այդ լուսամուտը որ բացվել է, նաև այս ամերիկա-չինական այս առևտրային պատերազմի պատճառով, որտեվ մեր տարածաշրջանի արժեքը միանգամից կտրուկ ավելացել է։ Առանց դա դա կար, եթե չլիներ Օբրայանը չէր գա Բաքու, ասեր պետք է այդ ճանապարհները Ադրբեջան, Հայաստան, Թուրքիայով անցնեն։ Դա է ձեր տալիս մեզ։ Բայց հիմա առավել եւս, երբ որ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների առևտուրը զրոյացել է ըստ էության, եւ Չինաստանն էլ ման գալիս իր ապրանքները ոնց վաճառի Եվրոպա եւ Եվրոպան էլ էլի նույն Ամերիկայի հետ խնդիրներն, առևտրային խնդիրներն, տարիֆների խնդիրներն վաճառը մտածում է ինչ որ բաներ Չինաստան ծախի։ Եվ ոչ միայն Չինաստան, ընդհանրապես հարավ-արևելյան Ասիա, այդ թվում Հնդկաստան։ Եվ մենք համ Հնդկաստանից Եվրոպա գնացող ճանապարհի վրա ենք, համ Չինաստանից Եվրոպա գնացող ճանապարհ, որտեղ Ռուսաստանը փակվել է, Իրանն էլ խնդրահարույց է։ Բայց նույնիսկ եթե Իրանը բացվում է արևմուտքի համար, շատ լավ կլինի, բայց նույնիսկ այսօրվա պայմաններում արդեն այդ բեռները գիտեք, Իրան, Հայաստան, Վրաստան, Սեպսոտ գնում են։
Ֆուրերով գնում են, բայց ծավալները մեծ չեն, որտեվ դեռ հյուսիս-հարավը նորմալ չեն վերականգնել եւ շատ երկար ժամանակ է քաշում, շատ է բենզինը վառում։ Պետք է կրկնակի կրճատել այդ ճանապարհը հյուսիս-հարավը կարգի բերելու արագ տեմպերով այդ ներդրումներ անելով այդ շինարարությունը ավարտելու միջոցով, հա։ Դա էլ մի ուրիշ պատմություն է, ոնց են դանդաղում, նոր տենդերներ են հայտարարվում որոշ կամուրջների եւ բաների համար։ Ախր ոնց կարելի է այդքան դանդաղ եւ վերջը ինչի՞ է պետք անպայման միանգամից 20, 30, 50 կիլոմետրանոց տենդերներ անել։ Փոքր կտորներով արեք, որ շատ շինընկերություններ գան, կարճ, արագ 1-2 տարում կառուցեն, բրծնեն, ոչ թե մեկին տակ 50 կիլոմետր դե գնա 7-8 տարի սպասենք մինչև երբ պետք է կառուցի վերջացնի։ Դա ամեն ինչ որտեղ նայում ես թերացում է, ամեն ինչ որտեղ նայում ես դանդաղում է։ Շատ դեպքերում թամբալության պատճառով, կարողությունների պակասի պատճառով, թափթփվածության պատճառով, հազար ու մի տեղում չեն շատ կադրեր, իրանց տեղերում չեն, էլի որտեղ երևի ինչ որ մեկից անոտ տեղել է, վստահելի հավատարիմ բերե դրել են, դե հավատարիմ նստած են այնտեղ, սուրճ է խմում հավատարիմ ձևով։ Եվ ամփոփելով, կներեք էլի։ Ուրեմն բարգավաճական հանրապետականներին սա իրանց պաշտոններում թողել են այդ միջին օղակներում, ներքևի օղակներում, այդտեղ հավատարիմներ պետք չեն իրանց։ Այդտեղ նույնիսկ օբյեկտիվ մի հատ մրցույթ չեն անցկացնում, որ մարդիկ գան ուղղակի նորմալ մրցույթով գան, իրանց տեղը զբաղեցնեն այդ նախկին կաշառակերների եւ կոռուպցիոներների փոխարեն։ Բայց որտեղ առանցքային ինչ-որ պաշտոններ կա, որտեղ կարելի է մրցույթների միջոցով նորմալ մարդիկ նշել, չէ, այդտեղ պետք է հավատարիմներ լինեն, ոչինչ որ չարաշահումներ են անում, շատ դեպքերում ագահավարի գալիս են, արդեն կոռուպցիոն ռիսկերը վրեքնից հոտը գալիս է։ Այդ սա ոչինչ։ Եվ պարոն Խուրշուդյան, հիմա մենք մարտի 13-ից ունենք իրավիճակ, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը, բայց Ադրբեջանը այդ տեքստից դուրս պահանջներ է դնում Հայաստանի առաջ եւ չի ստորագրում։ Հիմա ինչ եք կարծում, մենք ներսում, հա, այսպես մեր պայմանավորվածությունների, ներքին պայմանավորվածությունների մակարդակով ունեք այդ պլան B-ն, ինչ ենք անելու, երբ Ադրբեջանը ուղղակի երկար ժամանակ չի ստորագրում այս պայմանները։ Պլան B-ն զուգահեռ մենք մեր գործը պետք է անենք։ Եվրոինտեգրացիա, տեխնոլոգիաների ներկրում ներմուծում, զենքի ներկրում ներմուծում, մեր բանակի վերապատրաստում, բայց նորմալ ղեկավարության ներքո պետք է նորմալ ղեկավարություն դնել։ Բանակը MC բանա, որ չի սպասում։ Դանդաղկոտություն, ոչ պրոֆեսիոնալիզմ չի սպասում։ Կիսատպռատություն չի սպասում։ Պետք է ուրեմն այդ ուղղությամբ աշխատել, նորմալ կադրեր նշանակելով, նախարարից սկսած մինչև շտաբի պետ, տեղականներ եւ այլն։ Առանց դրա չի լինի։ Հույս ունենալ, թե ոչինչ լավ մի կերպ յոլա կտանեն, ոնց որ թե յոլա տանում, յոլա չեն տանում։ Արդեն չեմ ուզում շատ բաներ ասեմ, բայց նաեւ մեր արտասահմանցի գործընկերները շատ դեպքերում արդեն դժգոհ են։ Չհասցնենք նրան, որ լրիվ հիաստապվեն, ասեն Հայաստանի հետ նույնպես գործ հնարավոր չի անել։ Այդ թվում վերապատրաստել, այդ թվում ինչ-որ տեխնոլոգիաներ փորձեն ներդնել, հասցնելու եք դրան։ Դրան է գնում ամեն ինչ։ Շատ չբացեն փակագծերը։ Շնորհակալ եմ, պարոն Խուրշուդյան, ձեր չափազանց կարևոր դիտարկումները եւ եզրակացությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Մենք զրուցեցինք մեր գործընկերոջ Հովսեփ Խուրշուդյանի հետ, ով գլխավորում է Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպությունը եւ Եվրաքվե նախաձեռնության անդամ է, իր դիտարկումները կապված մեր ներքին անելիքների հետ։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։